Ռեոփենի եթերում Ռինյուզի առաջին թողարկումն է, ես Լուսինե Ղարսայանն եմ, բարի լույս։ Անկլավների, Արծվաշենի, Տիգրանաշենի, Ցորենի ու իհարկե եկեղեցու հետ առճակատման մասին խորհրդարանում խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ուրվագիծը ու երբ այն վերականգնվի կքննարկվեն տարբերակներ։ Իսկ տարածքների փոխանակումը առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման անհնար է։ Վարչապետը խոսել է նաեւ Մայրաթոր գնալու մասին, ասելով, որ կգնա, երբ իրեն բավարար չափով մաքրված կզգա։ Պատասխանել է Սերժ Սարգսյանի 7 ժամանոց հարցազրույցի ընթացքում արված հայտարարություններին, խոսել նաև Ադրբեջանի արտգործնախարարի վերջին բացահայտումների ու Թրամփի ճանապարհի կառուցման ժամկետների մասին։ Այս ամենը տեղի է ունեցել ազգային ժողովում, որտեղ եղել է իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը։ Երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Օրեր առաջ նախարարի վերադասը Փաշինյանն էր այս նույն կերպ նշանավորում եկող տարվա բյուջեի քննարկումը ազգային ժողովում։ Ապագան մեր ստեղծարարությունից է կախված, ասաց Հովհաննիսյանն ու անցավ պետական պարտքի վերաբերյալ հարցերին պատասխանելուն։ ԿՊԱ-կանները խնդրում էին բացատրել, որ պարտքը վատ բան չէ, տնտեսական ներդրում է, ճիշտ օգտագործելու դեպքում օգտակար։ Վերջի տարիներին ես ինչ հիշում եմ այստեղ ելույթ ունենալուց կամ մեր բյուջեի երամսյակային հաշվետվությունները ներկայացնելուց, ես անընդհատ խոսում եմ աշխատավարձերի աճի եւ անընդհատ խոսում եմ աշխատատեղերի աճի մասին։ Ընդ որում, այդ բոլոր ցուցանիշները գնաճից ավելի բարձր մակարդակում են։ Հայաստանի պետական պարտքը ավելի քան 14 միլիարդ դոլար է, ինչը տարեկան հնայի գրեթե կեսն է։ Ըստ ֆինանսների նախարարի պարտքի չափը կապ չունի, կարևորը վերահսկողությունն է, ասում է իրենք վերահսկում են։ Պարտքը նաև մի հատ դրական կողմ է եղել, որ պարտքը չի օգտագործվել ընթացիկ ծախսեր սպասարկելու վրա։ Այսինքն ինքը բացառապես օգտագործվել է կապիտալ ներդրումների իրականացման համար, որը տնտեսության ներուժային տեսանկյունից կշիռը 50%-ին մոտ է։ Իդեպ պետական պարտքից եք խոսում, ավելի քան դոլարային արտահայտությամբ կրկնապատկվել է 7 միլիարդով աճելով, այսինքն նախորդ 7 տարիներին ձեր օրոք պետական պարտքը ավելի արագ աճել, քան տնտեսությունն աճել, տարեկան շուրջ 1 միլիարդ դոլարով, իսկ բնակչության շուրջ 40%-ը կազմող սոցիալական խմբերի անձանց կյանքը շարունակաբար վատացել է, որովհետև քիչ առաջ էլ ասեցի 17,000 դրամ մեկ անձի կյանքն է թանկացել, իսկ ձեր բարձրացրած թվերն էլ դրանից պատիկներով ավելի ցածր են։ Այս ընթացքում միջանցքում լրագրողների հետ խոսում էր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ամենակննարկվող թեմաների վերաբերյալ հարցերին։ Կարեն Կարապետյանը իրեն փոխվարչապետի պաշտոն առաջարկել է, ինչպես պնդում էր երրորդ նախագահը։ Հիմա պատմեմ, թե ինչ է եղել Կարեն Կարապետյանի եւ իմ խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է հետևյալի մասին, որ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով, եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար եւ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ 2018 թվականն էր մտովի վերադարձել Նիկոլ Փաշինյանը իրեն հայտնի փաստերը ներկայացնելու։ Ասում է, որ Կարեն Կարապետյանը մի քանի առաջարկով է եկել իր մոտ ու մերժվել։ Մերժվել են նաև ԵՄ դեսպանները, որոնք իրեն օգնելու պատրաստակամություն են հայտնել այդ օրերին։ Փաշինյանը խոսեց նաև պատարակներին մասնակցելու մասին, նշեց, թե որ դեպքում Մայրաթոր կգնա։ Իհարկե գնալու ենք Մայրաթոր դա, երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ այն ժամանակ։ Անկլավների ճակատագրի մասին խոսակցություններ եւս եղան, ասում է նույնիսկ եթե ոչ հանրաքվեով, բայց դրանց ճակատագիրը ժողովուրդն է որոշելու, թե ինչպես չի մանրամասնում։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի
փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ։ Ադրբեջանի հետ բանակցության սեղանի շուրջ արտահայտածն իր հրապարակային խոսույթին չի հակասում, ասում է վարչապետը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության մասով ասում է, ճիշտ չէ բանը, որ խոսքին հղում անել է։ Հիշեցնեմ, Ջեյհուն Բայրամովը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպմանը խոսելով Ղարաբաղի խնդիրը լուծելու մասին հարցրել էր. ուզում եք ինձ սպանեն։ Վարչապետ Փաշինյանն ասում է, Բայրամովն այդ ժամանակ նույնիսկ դեռ արտգործնախարար չէր։ Փաշինյանը նաև խոսեց բանակցային փաստաթղթերի մասին, ասաց, որ դրանց հրապարակման ժամկետը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։ Շատ լավ զուգահեռ։ Հեսա որ բանակցային փաթեթները հրապարակվել եւ դուք կարդակեն ինչի վրա ես հղում եմ արել 2016 թվականի ապրիլի առաջարկությունը, 2016 թվականի հուլիսի կամ հունիսի առաջարկությունը, 2016 թվականի օգոստոսի առաջարկությունը, այս բոլոր հարցերի պատասխաններ Սերժ Սարգսյանի նամակը կկարդաք եւ կտեսնեք բանակցությունները իմիջայլոց խոսում են ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է, ճիշտ է։ Հիմա դուք, երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Ինձնից առաջ։ Այս պահին չեմ ասում։ Ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց նիստերի դահլիճ, որտեղ ելույթ էր ունենում Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա հիմնականում պատասխանում էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին հարցերին։ Ինչ վերաբերում է հոպի հետ կապված, պարոն Մանուկյան, հոպի այդ մասը ասականների, երբ որ տեսանք մեծ ծավալի, ինչ որ ասեմ բաց թողումներ, անմիջապես քննիչ հանձնաժողովը որոշեց, որպեսզի այդ նյութերը ուղարկի գլխավոր դատախազություն։ Թե ինչ ընթացք ունեցավ, կարելի է նաև հետաքրքրվել հասկանալու համար, որովհետև սպառազինության ձեռքբերումը գիտենք շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ եւ Դավիթ Գալստյանի մասին բոլորս էլ հայտնի է, լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք Եվ կարծում եմ, որ բոլոր տված վնասը մեր անվտանգային համակարգին, ով որ տվել է վնաս, պետք է պատժվի օր առաջ։ Պարոն Քոչարյան, Արշակ Կարապետյանի ամենագությանը չեմ ուզում անդրադառնալ, բայց նայեք, Արշակ Կարապետյանին ամենաբարձր պաշտոնների Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը չէր նշանակել։ Բաբկեն Թունյանի կողքին էր նշանակել։ Այսինքն հիմա այնիչում որ մեղադրում են Արշակ Կարապետյանին, դրանից հետո Արշակ Կարապետյանին նշանակել են ավելի բարձր պաշտպանության նախարարի պաշտոնին։ Հիմա դեռ ավելին, այդ ժամանակի գլխավոր շտաբի պետ վերանշանակել են այն մարդուն, որի մասին զեկուցում բավականին բաներ կա, հիմա չեմ ուզում դրանց անդրադառնալ, որ գերատեսչություն ասում եմ, եւ բայր այսպիսի արձանագրումներ կա, ասում զեկույցը չենք ստացել։ Հիմա հասանելիությունը մեկ բան է, իսկ պարտադիր ուղարկելը մեկ բան։ Տիկին Սարգսյան, Քոչարյան Անդրանիկին չլսեք գաղտնալսումների հարցով եւ առողջ մրցակցության մեջ խնդրում եմ ԱԾ-ի հետ չմտնեք։ ԱԾ-ի գաղտնալսումները այսենց հայ ժողովրդին արդեն կերակրել են։ Հերիքա։ Խնդրում եմ դուք մնացած կարևոր գործերով զբաղվեք։ Ես մի հատ արձագանքեմ, եթե թույլ տաք։ Գաղտնալսումների մասին օրենք կան թումած։ Դուք ասում եք օրենք խախտենք։ Չեղա, պարոն Մանուկյան, դուք միշտ օրինապաշտ մարդ եք եղել, խեք դες բանարանում, չի կարելի այդպես։ Իդեպ տարածվեց նաև տեսանյութ Նիկոլ Փաշինյանի եւ Անդրանիկ Քոչարյանի զրույցից։ Ձայնը չի լսվում, տրամադրությունը կարծես թե ուրախ չէ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երկրորդ, երրորդ նախագահների հետ բանավեճին։ Մարդիկ դժգոհ են, որ մենք անդադ ռեակցիա ենք տալիս իրանց։ Որովհետև ասում են հա լավ, ինչքան կարելի է իրանց հետ խոսել։ Բայց մյուս կողմից է եթե անարձագանք թողնենք, այդ մոռացության ֆենոմենը օգտագործելով կասեն դե տեսեք ասեցինք ձեն չանեցին։ Այսինքն իրականում այդ բանավեճի անհրաժեշտությունը եւ պահանջարկը կա եւ իրանց խոսակցությունն է եւ մենակ այդ ժամանակը ավարտվելու, երբ որ դեմ դիմաց կան, խոսեն եւ հանրությունը ի վերջո բոլոր հարցերի պատասխանները ստանա։ Թրիփի երկաթուղին անցնելու է խորհրդային միությունում գործողի տեղով, բայց մնացած ենթակառուցվածքների տեղորոշման մասով դեռ աշխատանքներ են տարվում։ Ճանապարհային քարտեզը հետևյալն է։ Մինչև տարվա վերջ մենք
մենք, այսպես ասած, թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսեն շինարարական աշխատանքները։ Բայց կա նաև բայց Փաշինյանին փորձը ցույց է տվել, որ նման պլաններում ժամկետներից շեղումներ են լինում։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Ազգային ժողովում շատ խոսվեց պետական պարտքի մասին, տեսանք, թե ինչ թվերի մասին է խոսքը և ինչպես են պաշտոնյաները մեկնաբանում։ Մենք շրջել ենք քաղաքում, փորձել ենք հասկանալ, թե ինչ են կարծում մարդիկ, բոլորիս ու հաջորդ սերունդների պարտքի մասին։ Ես այդքան էլ տեղեկություններ չունեմ, ինչ էլ որ գիտեմ լուրերից, այտենց նոր դուք ասեցիք ինչ-որ բան, բայց ամենայն դեպս ինձ թվում է, որ բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա։ Դա շատ վատ, բնական է, ով կուզի, որ իր երկիրը պարտք ունենա, իր սերունդները պարտքի տակ մնան։ Հայաստանի մասին համբս կարծիք չեմ ուզում հայտնել։ Ինչ կարծիք պետք է ունենամ, եթե ավելացել, մեր ուսերին է, լավ չի բա իհարկե, բայց դա կառավարությունը երևի ավելավ պիտի մեզանից։ Դե գիտես ինչ կա, եթե համատենք ուրիշ երկրների հետ, մեր պարտքերը այդքան էլ շատ չեն, չնայած բավականին մեծ գումար է, էլի բան չունեմ ասելու, բայց դե մեկ-մեկ որ արտասահմանյան երկրներին լսում ես դրանց արտաքին պարտքերը, ասում ես այդ ոնց են դրանք տենց ապրում, դե երևի ինչ-որ դիտավորյալ չեն անում, պարտ կա էլի, բոլոր պետություններն էլ արտաքին պարտ կունեն էլի։ Ցորենի հարցը վերջին օրերին ներքաղաքական օրակարգում բավականին լուրջ թեմա է դարձել։ Ռուսաստանի հետախուզությունը հայտարարել է, թե Հայաստանն ուզում է քաղաքական պատճառներով հրաժարվել ռուսական ցորենից եւ գնել ուկրաինականը։ Փաշինյանը հերքել է, ավելին հավելել է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց Հայաստանը երբեք չի էլ հրաժարվի նաեւ այլ առաջարկներ դիտարկելուց։ Ռուսաստանի նախագահի խոսնակը կրկին հակադարձել է, նշելով, որ Ռուսաստանի հետախուզության հայտարարությունները երբեք մերկապարանոց չեն լինում։ Չնայած Փաշինյանի հերքումներին, այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ Ուկրաինան գուցե առաջարկել է գնել նաև իր ցորենը, այլ Ռուսաստանի հետախուզության հայտարարությունն է դրա մատուցման ոճն ու Կրեմլի արձագանքը։ Երևանի համբույրը այսպիսի խորհրդավոր վերնագրով զեկույց է հրապարակել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ընդ որում համբույր բառը ճակերտների մեջ չեն վերցրել, տեքստն էլ համեմված է ծաղրական երանգներով։ Զեկույցը պնդում է, թե Հայաստանը քաղաքական նկատառումներից ելնելով իբր մտադիր է խզել կապերը Մոսկվայի հետ եւ ռուսական ցորենը փոխարինել ուկրաինականով։ Ըստ ռուսական արտաքին հետախուզության ուկրաինական հացահատիկ ավելի քան 50%-ով թանկ է, եւ Երևանը իբր խնդրում է Բրյուսելին փոխհատուցել այդ տարբերությունը։ Ռուսական կողմը սա որակում է որպես 3-1-ում գործարք հացահատիկ Հայաստանին, աջակցություն Կիևին եւ անվստահության մթնոլորտի ստեղծում Մոսկվայի եւ Երևանի միջև։ Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տվյալների, Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունում Քեդո Օրսեյում տարակուսած են։ Մի կողմից ուրախանալու առիթ կա, Քեդո Օրսեյը սողոսկել տեղեկությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է թույլատրել Մոսկվայի հետ կապող եւս մեկ թել։ Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ էր գնում Ռուսաստանից, այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներով ցանկանում են ազատվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային անհրաժեշտ հացահատիկի ծավալի մի մասը գնելով անաչառից, սակայն այքես ձախորդություն ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է։ Հայաստանի իշխանությունը կտրուկ հերքել է այս տեղեկությունը։ Սկզբունքս առաջի անգամ խախտում եմ եւ իմ չկարդացած բանը լուրը մեկնաբանում եմ, բայց ասում եմ դա էտել հազար ներողություն բացարձակ անհեթեթություն։ Իրավիճակը ստացավ նոր զարգացում, երբ թեման մեկնաբանեց Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը մի կողմից հավաստիացրեց, որ Մոսկվան շարունակում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ, մյուս կողմից ուղիղ ակնարկ արեց, որ հետախուզության հայտարարությունները հիմքեր ունեն։ Դե ինչ վերաբերում է արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրություններին, ապա դրանք երբեք մերկապարանոց չեն լինում։ Սա առաջինը։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ, ինչպես երկկողմ հիմունքներով, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, եւ մենք դա շարունակելու ենք անել։ Գիտեք, որ բարձր մակարդակով հաճախակի շփումներ են տեղի ունենում։ Մենք բազմաթիվ հարցեր ունենք երկկողմ համագործակցության օրակարգում։ Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի։
Ղազախստանից եկած Ցորենի շուրջ ստեղծված քննարկումներին եւ Պեսկովի հայտարարությանն անդրադառնալով վարչապետը նշեց, որ գնումն իրականացրել է ոչ թե կառավարությունը, այլ մասնավոր ընկերություն, որի համար պարզապես բացվել է նոր այլընտրանքային լոգիստիկ ճանապարհ։ Ըստ նրա, խնդիրը պետք է դիտարկել զուտ շուկայական տրամաբանության մեջ, իսկ Հայաստանը լինելով շուկայական տնտեսություն ունեցող երկիր չի կարող հրաժարվել նոր առաջարկներից։ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ցորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք ինչ, ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Իդեպ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի անունը ըստ ռուսական անկախ մամուլի սերտորեն կապված է ադրբեջանցի միլիարդատեր Գոզ Նիսանովի հետ։ Հետաքննող լրագրողները բացահայտել են, որ Նարիշկինը եւ նրա դուստրը Վերոնիկան պարբերաբար օգտվել են Նիսանովի անձնական լողավազանից, ընտանիքի անդամները ադրբեջանցի միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռից եւ այլ ծառայություններից։ Լրագրողները բացահայտել են, որ Նարիշկինն ասել է Ռուսաստանի կեցվածքի վրա Արցախյան հակամարտության ժամանակ։ Նշվում է նաեւ, որ Նիսանովն առանցքային դեր է ունեցել 2020-ի հուլիսյան մարտերից հետո Մոսկվայում հայկական օբյեկտների ու հայերի վրա զինված ու դիմակավոր ադրբեջանցիների հարձակումների ժամանակ։ Աննա Հարությունյան, Reopen Media։ 44 օրյայի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է խոսել, բայց չի ցանկացել պատասխանել երկրորդ ու երրորդ նախագահների վերջին հայտարարություններին պատերազմի մասին։ Ընդհանրապես չի ցանկացել գնահատականներ տալ եւ ասել է, որ նախ ուզում է ծանոթանալ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցին։ 44 օրյայի հետ կապված ես կարող եմ շատ հստակ մեկ բանի գնահատական տալ, որ հանրության շրջանակներում երկու խնդրի վերաբերյալ, երկու ասացի վերաբերյալ կամ դիրքորոշման վերաբերյալ զինված ուժերի պաշտպանության նախարարության շատ խառը պատկերացումներ կան։ Կար, երբ որ ասվում էր պետք է կանգնացնել պատերազմական գործողությունները եւ կար մոտեցում, որ պետք է ամեն գնով կանգնացնել։ Կարծում եմ տարբերությունը կա, չէ՞, այդ ամեն ինչի։ Եվ ըստ դրա որոշումները կայացվել են։ Իսկ Ադրբեջանում սկսել են փնտրել ռուսական հետք-թուրքական ռազմական օդանավի կործանման մեջ։ Վթարից 20 թուրք զինվորականներ բավականին բարձրաստիճան սպաներ են զոհվել, որոնք գնացել էին Բաքու նոյեմբերի 9-ի շքերթին մասնակցելու ու հիմա հետ էին գնում Թուրքիա։ Ադրբեջանում մի փորձագետ, ավելի ճիշտ դավադրության տեսության միջատագով ասել է տարածել ռուսական հարվածի մասին շշուկներ, թեև կործանված օդանավի վրա արտաքին ազդեցության որևէ հետք չի հայտնաբերվել։ Դեպքն տեղի է ունեցել Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Իդեպ 20-ից ոչ բոլորի դիերն են դեռ գտել։ Թուրքական ու ադրբեջանական արձագանքներն ու վերջին նորությունները պատմում է Մոնիկա Հայրոյանը։ Տղաս շեհիդ դարձավ։ Սիրտներս ցավում է, բայց այս հայրենիքի համար ես էլ կգնամ պատերազմեմ, շեհիդ կդառնամ։ Նախորդին կործանված թուրքական ինքնաթիռի 20 զոհերից մեկի հայրն է։ Տղային համարում է շեհիդ, հանուն հայրենիքի զոհված։ Թեև ռազմական ինքնաթիռի անսպասելի կործանումն է մահվան պատճառ դարձել։ Ադրբեջանցի մի փորձագետ իր վարկածն է առաջ քաշել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 Հերկուլես ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Անուղղակի կերպով Աբուզեր Աբիլովը միջադեպը կապել է Գյումրու ռուսական 102-րդ բազայի հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ էր կամ անօդաչու թռչող սարք։ 102-րդ բազան մոտակայքում է։ Փորձագետը նաև հավելել է, կրկին թռչունների երամ, ակնարկելով Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում ազալ ինքնաթիռի վթարը, որի դեպքում ռուսական կողմը սկզբում միջադեպը վերագրել էր թռչունների հետ բախմանը։ Օդանավում գտնվող բոլոր 20 զինծառայողները, որոնք հետ էին գնում հայրենիք Ադրբեջանի ռազմաշքերթին մասնակցելուց հետո, զոհվել են։ Նրանցից 18-ի մարմինն արդեն հայտնաբերվել է։ Օդային տրանսպորտում կային նաև F-16 կործանիչի պահեստամասեր։ Yine dün gece 46 kişilik Այս ողբերգական դեպքը մենք հետաքննում ենք բոլոր տեսանկյուններից։ Վրաստանի իշխանություններն այս ընթացքում առավելագույնս աջակցում եւ համագործակցում են մեզ հետ։ Նույն կերպ մեր ադրբեջանցի եղբայրները եւս ցուցաբերում են անհրաժեշտ ամբողջական սատարում։ Դեպքը տեղի է ունեցել Վրաստանի Սիղնաղիի տարածքում, Ադրբեջանի հետ պետական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Այս առթիվ հարուցվել է քրեական գործ։ Աղետի լուրին առաջիններից է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մենք խորապես ցնցված ենք Կյանջայից թռիչք իրականացնող Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զինծառայողների մահվան լուրից։ Այս դժվարին պահին կիսում եմ ձեր վիշտը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հղումանելով անանուն աղբյուրների նշել են, որ ինքնաթիռի բեկորների վրա արտաքին միջամտության կամ խոցման հետքեր չեն հայտնաբերվել, ինչը կարող է վկայել տեխնիկական անսարքության կամ մարդկային գործոնի մասին։ Միևնույն ժամանակ թուրքական Թուրքիա պարբերականը չի բացառել, որ աղետը կարող էր տեղի ունենալ արտաքին ազդեցության հետևանքով։ Ըստ պարբերականի վերլուծության այն փաստը, որ ինքնաթիռը հավանաբար մասնատվել է դեռևս օդում, իսկ անձնակազմը չի հասցրել աղետի ազդանշան ուղարկել, կարող է վկայել կամ հանկարծակի պայթյունի կամ արտաքին հարվածի մասին։ Հայտնաբերվել են օդանավի սև արկղերը, որոնք կարող են լույս սփռել վթարի պատճառների վրա։ Կործանված C-130 Հերկուլեսը ամերիկյան արտադրության հուսալի ռազմատրանսպորտային օդանավ է, որը գտնվում է աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ եւ նախատեսված է զորքերի ու ռազմական բեռների տեղափոխման համար։ Իդեպ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ սիրիացի վարձկանների է ներգրավել ռազմական գործողություններին։ Այդ վարձկանների տեղափոխման համար ըստ առկա տեղեկությունների օգտագործվել են թուրքական ռազմատրանսպորտային C-130 Հերկուլես օդանավերը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Մի խումբ հոգևորականների դարձյալ կանչել են քննչական կոմիտե, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ եւս 8 եկեղեցական են կանչել, այս անգամ Նաթան Սրբազանին առնչվող ձայնագրության առիթով որպես վկաներ։ Կիրակի տեղի են ունենալու վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, Էջմիածնում նախընտրական եռուզեռ է։ Իշխանություն եկեղեցի առճակատումը զգալի ազդեցություն է թողնում նախընտրական մթնոլորտի վրա։ Այս ընտրությունների քաղաքական նշանակությունը շատ մեծ է։ Նախընտրողների թիվն է բավականին մեծ, երկրորդը խոսքը հենց Էջմիածնի մասին է, երրորդը այս խոշոր համայնքում ընտրություններ է տեղի ունենում համապետական փաստացի նախընտրական վաղ-փուլում։ Իմ գործընկեր Անի Հովհաննիսյանն է այցելել Էջմիածին, փորձել հասկանալ ինչ է կատարվում, ովքեր են թեկնածուները ու ինչ են խոստանում։ Վաղաշաբաթը ողողված է ընտրական պաստառներով համայնքապետի ընտրություններին հաշված օրեր է մնացել։ Տեխնատուները ընդամենը 2 օր ունեն իրենց ակտիվ քարոզարշավը ավարտին հասցնելու համար։ Ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն՝ Հաղթանակ, Մայր Հայաստան, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Հայրենիք, Քաղաքացիական պայմանագիր, Համահայկական ճակատ եւ Հանրապետություն։ Մեր նախորդ ռեպորտաժում կարող եք տեսնել Քաղաքացիական պայմանագիր, Համահայկական ճակատ, Հաղթանակ եւ Հայրենիք կուսակցությունների տեխնատուների հետ հարցազրույցները։ Այսօր զրուցել ենք Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ազատ դեմոկրատներ կուսակցության տեխնատու Վահրամ Ազատյանը քարոզարշավի ժամանակ խախտումներ է նկատել։ Ասում է, թե մենք Հայաստանում ենք ապրում։ Խախտումները երևի բոլորդ էլ տեսել եք, պաստառների հնարավորությունների փակցնելու վերաբերյալ մի քանի բան էլ լսել ենք լուրերից մարդկանց ինչ-որ բաներ բաժանելու վրա։ Իսկ ինչպես են տրամադրված ընտրողները, ըստ Ազատյանի, այս տարի ընտրողները նույնիսկ թեկնածուի պակաս չունեն։ Ընդհանրապես բոլոր ընտրություններից մի տեսակ մարդկանց մոտ կա այդ զգացմունքը եւ կա մի ուրիշ զգացմունք, որը ինձ ուղղակի զարմացրել է, ես չէի պատկերացնում, որ այդպեսի վախի մթնոլորտ կարող է մարդկանց մոտ լինի, ուղղակի չեն ցանկանում բարձրաձայն ինչ-որ խոսք ասել, չեն ցանկանում երևալ կամերաների առաջ։ Ժառանգություն կուսակցության տեխնատու Արկադի Փայտյանն էլ նկատել է, ժողովուրդը հոգնած ու հիասթափված է։ Կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, քանի որ այս ժողովրդի մոտ արդեն հոգնածության աստիճանն է։ Ընտրական շտաբում տարբեր տեղերում մայրաթոռի խորհրդանիշ դրոշներ չեն ողջունում իշխանության քայլերը, նաև խախտումներ են նկատել։ Բազմիցս այո, նկատել ենք խախտումներ գործող իշխանության տեխնատուի արշավների ժամանակ եւ հիմա էլ տեսնում ենք կոնկրետ պաստառների հետ կապված խախտումներ, եթե կարող ենք այդպիսին անվանել խախտումները, կոնկրետ Արամ Սարգսյանի տեխնատուի բռնած ոճելաձևը, այսպես ասեմ, միայն փնովելով եւ վարկաբեկելով մարդկանց։ Հանրապետություն կուսակցության տեխնատու Հարություն Մկրտչյանի կարծիքով տեխնատուների ցանկում ընդդիմադիրներ գրեթե չկան։ Եղածների հաղթանակն էլ լավ տեղ չի տանի։ Նայած թե որ համատեքստում կդիտարկենք, թե եւ որ ուժին ընդդիմադիր կհրճակենք, եթե խոսքը վերաբերվում է քոչարյանական ընդդիմությանը, որը որ վաղարշապատում 2 առնվազն տեխնատուով հանդես գալիս, ապա որևէ լավ տեղ չի տանի։ Բնակիչների շատերը իրենց տեխնատուին գաղտնի են պահում, ասում են անձնական հարց է։ Իշխանական թե ընդդիմադիր տեխնատու։ Չեմ կարող ասեմ։
Գաղտնիք եք պահում։ Դե մեր անձնական գաղտնիքներն են դրանք։ Ամեն մեկը իր կարծիքն ունի։ Ոչ իշխանական։ Ինչու՞։ Որովհետև իշխանությունը 7 տարվա մեջ ոչինչ չի արել։ Իրենց նախկին ղեկավարներն էլ հիմա կոռուպցիան հարցերով քրեական գործ կավերեքը։ Դրան արգիշտի ինչաներ Մեխապրես, արգիշտի Մեխակյան։ Իսկ ինչու հենց իրեն։ Ես տենց եմ ուզում, իրան եմ ընտրում։ Շատ հեռու եմ այդպիսի քաղաքական հարցերից անկեղծ ասած։ Չի հետաքրքրել։ Չի հետաքրքրել առանձնապես։ Մայր Հայաստանի տեխնացուի հետ չկարողացանք հանդիպել։ Կուսակցությունից հայտարարել են, թե իրենց համակիրներից բլոգեր Օնո Հարությունյանին են 5-6 հոգով գետնին տապալել, առևանգել ու տարել անհայտ ուղղությամբ։ Դեպքի առիթով ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե խուլիգանության կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական կոմիտե։ Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Բավականին լուրջ էսկալացիա է նկատվում Կարիբյան ավազանում թմրանավերը պայթեցնելու առաքելությամբ Դոնալդ Թրամփը մեծ ուժեր է կուտակում այստեղ, ինչը Վենեսուելայի նախագահին ստիպել է ամբողջ երկիրը վերածել զորավարժարանի։ Ընթանում են խառը զորավարժություններ, երկրում ակտիվ իրականացվում է հայրենիքի պաշտպանությանը համատարած պատրաստ լինելու քարոզարշավ։ Վենեսուելան պնդում է, որ Թրամփը, որին չհաջողվեց իր առաջին ժամկետի ընթացքում իշխանություն փոխել, որոշել է թմրակարտելների դեմ պատերազմի անվան տակ հեղաշրջում անել Վենեսուելայում։ Իրավիճակն այնքան էլ արվել, որ ամբողջ աշխարհից արդեն հայտարարություններ են հնչում լարվածության հետևողական աճի վերաբերյալ։ Թեմային ծանոթ է Դավիթ Գենջոյանը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ստորագրել է ազգային պաշտպանության նոր օրենքը, հրամայելով անհապաղ ակտիվացնել ինտեգրալ պաշտպանության հրամանատարությունները, քաղաքացիական եւ ռազմական ուժերը միավորելու համար։ Իր ուղերձում Մադուրոն կոչ է արել պատրաստ լինել, նույնիսկ զենքը ձեռքին պայքարի, Վենեսուելայի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Մենք դատապարտում ենք, որ Վենեսուելայի ժողովուրդն ավելի քան 10 տարի ենթարկվել է հյուսիսամերիկյան կայսրության բոլոր տեսակի ագրեսիաներին՝ տնտեսական, քաղաքական, դավադիր, իսկ այժմ նաև ռազմական բնույթի ագրեսիայի եւ սպառնալիքների։ Երկրի ամբողջ տարածքում մեկնարկել են անկախության ուժերի տեղակայում 2025 եւ անկախության պլան 200, լայնածավալ ռազմավոստիկանական զորավարժությունները։ Վենեսուելայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է պաշտպանական նոր օրենսդրությունը, որը խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը որակել է պատմական։ Դե ինչ, աշխարհում արկա է միամուռ մերժում ընդդեմ իմպերիալիստական ագրեսիայի եւ ընդդեմ աշխարհի հեգեմոն ու ժանդարմ մնալու Միացյալ Նահանգների ձգտման։ Իսկ մենք այստեղ Վենեսուելայում անսասան ենք, հավատարիմ մեր ժողովրդի անկախության, ազատության եւ լիակատար ինքնիշխանության բոլիվարյան գաղափարներին։ Այս քայլերը ձեռնարկվում են Կարիբյան ավազանում ամերիկյան ռազմական հզորության աննախադեպ կուտակման ֆոնին։ Միացյալ Նահանգների զինուժը արդիականացնում է Պուերտո Ռիկոյում գտնվող Ռուզվելտ Ռոուդս նախկին ռազմածովային բազան, որը փակվել էր ավելի քան 20 տարի առաջ։ Տարածաշրջան են տեղափոխվել առնվազն 13 ռազմանավ, ատոմային սուզանավ, կործանիչներ եւ Ջերալդ Ֆորդ ավիակիր խմբավորումը մոտ 10,000 զինծառայողով։ Սեպտեմբերից ի վեր Միացյալ Նահանգները 19 հարված է հասցրել Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավերի ուղղությամբ, պնդելով, որ դրանք թմրանյութեր են տեղափոխում։ Ըստ Միացյալ Նահանգների ռազմական նախարարի այդ հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 76 մարդ, սակայն Վաշինգտոնը որևէ ապացույց չի ներկայացրել, ինչը առաջացնում է միջազգային քննադատություն։ Ինձ համար սարսափելի է հետևել այդ տեսարաններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պայթեցնում է նավերը առանց որևէ հիմնավոր ապացույցի թափանցիկ ներկայացման, առանց կոնգրեսի հետ խորհրդակցելու։ Ճեպազրույցները ծիծաղելի են։ Դրանք քննադատել են կոնգրեսի անդամները, թե հանրապետականները, թե դեմոկրատները։ Եթե դուք չեք կարող այդ վարքը պախարակել, ապա ի՞նչն եք ընդհանրապես քննադատում։ Ֆրանսիան մտահոգված է Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների ռազմական գործողություններով, հայտարարել է արտաքին գործերի եւ Եվրոպայի նախարար Ժան-Նոել Բարոն, Կանադայում G7-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի շրջանակում։ Մենք մտահոգությամբ ենք հետևում Կարիբյան տարածաշրջանում ռազմական գործողություններին, քանի որ դրանք խախտում են միջազգային իրավունքը եւ քանի որ Ֆրանսիան ներկա է տարածաշրջանում իր արտասահմանյան տարածքների միջոցով, որտեղ ապրում են մեր 1 միլիոնից ավելի հայրենակիցները, որոնք կարող են տուժել ցանկացած սլացման
հետևանքով առաջացած անկայունությունից, որից մենք ակնհայտորեն ցանկանում ենք խուսափել։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հրամայել է իր երկրի անվտանգության ուժերին դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը Միացյալ Նահանգների հետ, մինչև Թրամփի վարչակազմը չդադարեցնի իր հարվածները Կարիբյան ավազանի ենթադրյալ թմրավաճառներին։ Միևնույն ժամանակ Պանամայի իշխանությունները հայտարարել են Խաղաղ օվկիանոսում 11 տոննա թմրանյութի առգրավման մասին։ Ձերբակալված անձնակազմի 10 անդամների թվում կային Վենեսուելայի, Էկվադորի, Նիկարագուայի, Պերուի և Կոլումբիայի քաղաքացիներ։ Սա պատմական առգրավում է, ավելի քան 11,000 կիլոգրամ ենթադրյալ կոկային։ Մենք դեռևս սպասում ենք դատաբժշկական եզրակացությանը։ Այս առգրավումն ակնհայտորեն ծանր հարված է հասցնում կազմակերպված հանցավորությանը, հաշվի առնելով, որ այս նավը մտադիր էր նավարկել Խաղաղ օվկիանոսով Հյուսիսային Ամերիկա։ Մասնագետները զգուշացնում են, որ Կարիբյան ավազանը վերածվում է ճգնաժամային բարդ հանգույցի, որտեղ թմրաշրջանառության դեմ պայքարը դառնում է ընդամենը շղար, շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական խաղերը քողարկելու համար։ Թեև Վաշինգտոնը իր գործողությունները որակում է որպես հակաթմրանյութային օպերացիա, ռազմական ներկայության աննախադեպ ծավալումը վկայում է այնպիսի նախապատրաստության մասին, որի մասշտաբները շատ են գերազանցում հայտարարված առաքելության սահմանները։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ուկրաինայում շատ լուրջ զարգացումներ են, ռուսական զորքերը գյուղ-գյուղի հետևից գրավելով առաջ են գնում ու արդեն մի քանի 100 զինծառայող մտել են Պոկրովսկ քաղաք, որին մոտեցել էին դեռ անցած տարի։ Սա կարևոր հանգրվան է, որովհետև ըստ որոշ հաշվարկների տրանսպորտային այս հանգույցը վերցնելուց հետո ռուսները կարող են հասնել ուկրաինական պաշտպանական ամբողջ գծի փլուզմանը ռազմաճակատի այս կարևորագույն հատվածում։ Թեև ուկրաինական կողմը այս գնահատականը չի ընդունում, քաղաքը դարձել է սկզբունքային ուղղություն ամբողջ պատերազմի համար։ Իրավիճակը քննարկելու համար Կանադայում են G7 երկրները, Ուկրաինայի գլխավոր աջակիցները, որոնց օրակարգում սակայն այլ հարցեր էլ կան։ Օրինակ, արդեն 2 տարի է Սուդանում քաղաքացիական պատերազմ է, որն արդեն հանգեցրել է սովի ու ըստ որոշ գնահատականների այնտեղ հենց այսօր տեղի է ունենում ցեղասպանություն, այդ թվում զանգվածային տեղահանություններ, սպանություններ, բայց այս մասին կարծես աշխարհում շատ բան չեն խոսում, բոլորի ուշադրությունն այլ տարածաշրջանների վրա է։ Աշխարհում տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձություններին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Թեժ մարտեր են ծավալվել Ուկրաինայի արևելյան հատվածում, որտեղ խիտ մառախուղի պայմաններում մոտ 300 ռուս զինվոր ներխուժել է առանցքային Պոկրովսկ քաղաք։ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են նաև Կուպյանսկի արևելյան հատվածի ամբողջական գրավման մասին։ Միևնույն ժամանակ երկրի հարավն է ենթարկվել խոշոր հարձակման։ Օդեսայի մարզի վրա ռուսական անօդաչուների հարվածը վնասել է էներգետիկ եւ տրանսպորտային կարևոր ենթակառուցվածքներ։ Այս զարգացումների ֆոնին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է ռազմաճակատային Խերսոն քաղաք, որը գտնվում է ռուսական մշտական գնդակոծությունների ներքո։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը պատրաստվում է այսօր քվեարկել կառավարության 42-օրյա շատդաունը դադարեցնելու օրինագիծը։ Սենատն արդեն իսկ հավանություն է տվել փաստաթղթին։ Ենթադրվում է, որ օրինագծի ընդունումը մինչև հունվարի 30-ը կվերականգնի պետական ֆինանսավորումը։ Սա կթեթևացնի աշխատավարձից զրկված դաշտային աշխատողների վիճակը եւ կապահովի սննդի սուբսիդիաների նման կարևոր ծրագրի անխափան աշխատանքը։ Չնայած այս հանգուցալուծմանը քաղաքական վերլուծաբանները այս երկարատև դադարը որակում են երկուսակցական ձախողում։ Թեև դեռևս վիճելի է, թե որ կողմը հանրապետականները, թե դեմոկրատները կկրի դրա համար ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն։ ԱՄՆ-ի հետ աճող լարվածության ֆոնին Վենեսուելան զգալիորեն ուժեղացնում է իր ռազմական պատրաստվածությունը, վավերացնելով ազգային պաշտպանության նոր օրենք եւ մեկնարկելով համապետական զորավարժություններ։ Այս քայլով նրանք նպատակ ունեն միավորել քաղաքացիական եւ ռազմական ուժերը։ Կարակասը պատասխանում է Միացյալ Նահանգների տնտեսական ճնշումներին եւ ռեժիմի փոփոխության փորձերին։ Լարվածությունը սրվել է, երբ ԱՄՆ-ն ակտիվացրել է իր ռազմական ներկայությունը Կարիբյան ծովում եւ հարվածներ հասցրել Վենեսուելայի ափերին մոտ գտնվող նավերին, որոնք ըստ Վաշինգտոնի ապացուցված պնդումների թմրանյութեր էին տեղափոխում։ Դելիում տեղի ունեցած պայթյունից հետո Հնդկաստանի քաղաքներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, տեղադրվել են անցակետեր եւ ուժեղացվել է հսկողությունը մարդաշատ վայրերում։ Երկուշաբթի երեկոյան պատմական Կարմիր Բերդի մոտակայքում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, եւս 20-ը վիրավորվել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ահաբեկչության մեղադրանքով, իսկ վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։
Իսլամաբադի դատարանի մուտքի մոտ տեղի ունեցած մահապարտի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12, վիրավորվել 27 մարդ։ Ահաբեկչությունը տեղի ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած մեկ այլ ահաբեկչության եւ ռազմական դպրոցի վրա հարձակումից ընդամենը ժամեր անց։ Էլ ավելի սրելով տարածաշրջանային լարվածությունը։ Թեև որևէ խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել, Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, իսկ պաշտոնյաները հարձակման մեջ մեղադրել են Աֆղանստանում տեղակայված զինյալներին։ Կանադայում մեկնարկել է G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում են Ուկրաինայի, Գազայի եւ Սուդանում տիրող ճգնաժամի հարցերը։ Հենց Սուդանում շարունակվող պատերազմն է էլ ավելի խորացնում իրավիճակը հարևան Հարավային Սուդանում, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով 2023 թվականից ի վեր տեղափոխվել է ավելի քան 1.200.000 փախստական։ ՄԱԿ-ի պաշտոնյաները զգուշացնում են, որ եթե միջազգային աջակցությունը թուլանա, Հարավային Սուդանի ծանր մարդասիրական ճգնաժամը կարող է հասնել աղետալի մակարդակի, պայմանավորված աճող բռնություններով, պարենային անապահովությամբ եւ զանգվածային տեղահանումներով։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։ Եվ վերջում Երևանում ավարտված բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են ընդհանուր առմամբ 39 մեդալ, 7 ոսկի, 17 արծաթ և 15 բրոնզ։ Մեր հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հակոբ Կոխյանն արժանացել է տարվա լավագույն մարզիկ մրցանակին, նա բռնցքամարտիկ Իսրայել Հակոբ Կոխյանի որդին է։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, առավել թարմացված տեղեկատվությամբ Ռինյուզը եթերում կլինի ժամը 13-ին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։